Հանրային ռադիոյի լեգենդար 6-րդ ստուդիայում այս երգն առաջին անգամ է հնչում։ Սա եւ եւս 9 կատարում մշակվել ու ձայնագրվել են հենց այստեղ։ Ինքան բան կա, որ այսպես կարող եմ ասել, ինչն է ինձ համար թանկ եւ ինչի է դառնում առանձնահատուկ այս նախագիծը։ Եվ երևի թե պատահական չէ, որ ալբոմի պրեզենտացիան շնորհանդես համերգը որոշեցինք հենց անել այն ստուդիայում, որտեղ որ կյանք առավ այս ձայնասկավառակը։ Ջազ զառակոչվող ալբոմը սիրո, Երևանի ու երևանցու մասին է։ Ալբոմում ներառված երգերի մի մասի մեղեդիները ունկնդրին ծանոթ են, իսկ որոշ ստեղծագործություններ գրվել են հենց այս նախագծի համար։ Գաղափարը անդրադառնալու այս ժանրին, այսինքն նորից վերադառնալու այս ժանրին եւ ունենալ ձայնասկավառակ շատ վաղուց, շատ սենց երկար տարիներ խմորվում է։ Ես անընդհատ վախեցել եմ, որտեղ միշտ մտածել եմ, որ այ ինչպես նշեցի, դա մասսայական երաժշտություն չէ, միգուցե դա շատերին պետք չէ, միգուցե դա անիմաստ էներգիայի եւ ոչ միայն էներգիայի վատնում է, բայց ես հասկացա, որ ես պիտի այնպիսի բան անեմ, որը կպնում է իմ նուրբ լարերին, որովհետև եթե այս երաժշտությունը կպնում է իմ նուրբ լարերին, ապա ես հաստատ կգտնեմ ինձ համար այնպիսի մարդկանց մի որոշակի զանգված, որոնք որ եւս կապրեն այդ ամեն ինչը։ Թող լինեն քիչ, բայց իրենք հաստատ կան, ես վստահ եմ դրանում։ Նախագծի գաղափարն առաջացել է 2019-ին, պատմում է դաշնակահարը ալբոմի գործիքավորող Կարեն Գրիգորյանը։ Աշխատանքները սկսել են 2022-ից, ըստ երաժշտի, առանց ստեղծագործական վայրիվերումների համերաշխ մթնոլորտում։ Նախ ասեմ, ովքեր իհարկե ծանոթ են մեր հին երևանյան երգերին, երաժշտություններին, նրանք կտեսնեն նոր մոտեցում, այսինքն այդ ստեղծագործությունների թարմ ավելի գործիքավորում մեր ծրագրի մեջ ընդգրկված են այնպիսի ստեղծագործություններ, որոնք ժամանակին եղել են ինստրումենտալ, այսինքն մինչ օրս մարդիկ իրան որպես ինստրումենտալ երաժշտություն գիտեին եւ Զարան հրաշալի նաեւ գրում է բառեր եւ այդ ստեղծագործությունների վրա գրեց բառեր եւ սարքեց նրանց երգ։ Ես դահում եմ քո դեմ։ Okay, հեսա մյուզիկով եք փորձենք։ Դավайте, ինչ փորձենք երեխեք։ Ասես թե ծով լինես։ Ասես թե փորձենք։ Դավайте։ Ինչ խոսքով ես նազանքդ գովեմ։ Վերջին փորձից հետո 2 տարվա աշխատանքը հանրայնացնելուց րոպեներ առաջ Զարուհի Բաբայանին խնդրում ենք ժամանակից առաջ ընկնել։ Այն ստեղծագործությունը, որը կհնչի 30 վայրկյան հետո, տարիներ առաջ գրել է Մարտին Վարդազարյանը, բայց այս երաժշտությունն առաջին անգամ է բառեր ստացել։ Սիրուն մարդիկ եւ բոլորն են հին երևանցի, գույները համն ու հոտը մեր Երևանի, ուր է լինես սրանից դու լավը չես գտնի, աշխարհն անցի, բայց ուրիշ է հին երևանցին։ Ուր է լինես սրանից դու լավը չես գտնի, աշխարհն անցի, բայց ուրիշ է հին երևանցին, միասին։ Սիրուն մարդիկ եւ բոլորն են հին երևանցի, գույները համն ու հոտը մեր Երևանի, աշխարհն անցի, բայց ուրիշ է հին երևանցին։ Ալբոմի հանրայնացման վայրի ռադիոյի լեգենդար 6-րդ ստուդիայի ընտրությունը պատահական չէ։ 1954 թվականից ռադիոտան շենքում գործող այս տաղավարում են ձայնագրվել ու թվայնացվել Հայաստանի ձայները։ Ձեր գիտակցական կյանքում ինչ որ լսել եք, ինչ երաժշտություն, ինչ հաղորդում, ինչ ռադիոթատրոն լսել եք, ստեղծվել է այս ձայնագրման 6-րդ ստուդիայում։ Եվ արխիվը միայն անցյալով չի, արխիվը նաև շարունակվում է եւ ամեն օր այստեղ լինում են ձայնագրություններ, բայց պատահական ձայնագրություններ երբեք այստեղ չեն լինում։ Ձայնագրությունները լինում են լավագույն խմբերի, լավագույն կատարումների։ Հանրային ռադիոյի արխիվի ձայներին այսօր միանում են երևանյան ջազի հնչյունները։ Ալբոմի 10 երգերն էլ արդեն հասանելի են թվային բոլոր հարթակներում։ Արուսյակ Կապուկչյան, Էդվարդ Հասատրյան, Ռադիոլուր։